Խորհրդարանի նախագահը մեկնել է Սերբիա, Շալվա Պապուաշվիլին կմասնակցի Եվրամիության անդամակցության թեկնածու երկրների խորհրդարանների նախագահների առաջին հիմնադիր համաժողովին, որը կազմակերպվում է Սերբիայի և Ուկրաինայի խորհրդարանների նախագահների նախաձեռնությամբ։ Համաժողովի նպատակն է ստեղծել խորհրդարանների նախագահների կանոնավոր և արդյունավետ համագործակցության ձևաչափ, որը կնպաստի թեկնածու երկրների միջև խորհրդարանական երկխոսության խորացմանը, տեղեկատվության փոխանակմանը, դիրքորոշումների համակարգմանը և Եվրամիությանը ինտեգրման գործընթացում փոխադարձ աջակցությանը։ Համաժողովի շրջանակներում Շալվա Պապուաշվիլին հանդես կգա ելույթով և կմասնակցի աշխատանքային նիստերին։ Համաժողովի ավարտին մասնակիցները կընդունեն համատեղ հայտարարություն։ Վրաստանի արտաքին գործերի նախարարը գտնվում է Թուրքիայում։ Մակա Բոճորիշվիլին կմասնակցի դաշնակիցները Անկարայում միջոցառմանը։ Միջոցառումը կազմակերպվում է Թուրքիայի Հանրապետության հաղորդակցության վարչության, քաղաքականության, տնտեսության և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի և Մյունխենի անվտանգության համաժողովի կողմից։ Հաագայում շարունակվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, որին մասնակցում է Վրաստանի պատվիրակությունը։ Այսօր կավարտվեն հանձնաժողովային քննարկումները, որից հետո քննարկումները կշարունակվեն արդեն լիագումար նիստերի ձևաչափով։ Նիստում նախատեսված է քննարկել Վրաստանի վերաբերյալ բանաձևի նախագիծը, որի գլխավոր նախաձեռնողը ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնն է։ Փաստաթղթում, որը Հաագայի հռչակագրի մասն է, քննադատության են ենթարկվում 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները, քաղաքական գործիչների և ցուցարարների ձերբակալությունները, ինչպես նաև մի շարք օրենքների ընդունումը։ Փաստաթղթով պահանջվում է չեղարկել որոշակի օրենքներ, ինչպես նաև հետաքննել 2024 և 2025 թվականների ընտրությունների հետ կապված խախտումների վերաբերյալ տեղեկությունները։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովը 3 հավանություն է տվել Ջո Ուիլսոնի նախաձեռնած բանաձևի նախագծին։ Բանաձևի քվեարկությունը նախատեսված է վաղը։ Կրթության, գիտության և երիտասարդության նախարարը ծանոթացել է քննությունների ընթացքին Փոթիի Իվանե Ջավախիշվիլի անվան թիվ 3 հանրային դպրոցում գործող քննական կենտրոնում։ Նախարարի հետ տեղում էին նաև գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տնօրեն Թամար Մեմանիշվիլին և Փոթիի քաղաքապետ Բեքա Վաճարաձեն։ Այսօր դիմորդները հանձնում են անգլերեն լեզվի քննությունը, իսկ ուսուցիչներն ու ուսուցիչ դառնալ ցանկացողները ֆիզիկայի քննությունը։ Փոթիի քննական կենտրոնում քննություններին գրանցված է շուրջ 1000 դիմորդ և ավելի քան 550 այլ հայտատու։ Դիվանագիտության ակադեմիայի ռեկտորի պաշտոնում նշանակվել է Թամար Բերուչաշվիլին։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Թամար Բերուչաշվիլին տարբեր տարիներին զբաղեցրել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի և նախարարի տեղակալի պաշտոնները, եղել է եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարար, ինչպես նաև առևտրի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար։ Նա նաև զբաղեցրել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում, ինչպես նաև Սևծովյան հարցերով հատուկ հանձնարարությունների դեսպանի պաշտոնը։ 2022 թվականից նա Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր Ռումինիայում։ Վաժապշավելայի մետրոյի հարակից տարածքում, որտեղ բնակելի շենքի մոտ գտնվող շինարարական հրապարակում հողի փլուզում էր տեղի ունեցել, գտնվում էին Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչները։ Բնակելի շենքի բնակիչները հայտարարում են, որ իրավիճակը վտանգավոր է։ Դեպքի վայր է ժամանել նաև Վակեի շրջանի վարչակազմի ղեկավարը, որը տեղում պատասխանել է բնակիչների հարցերին։ Լևան Կիպյանի խոսքով առավոտից տարածք կայցելի Սամխարաուլի դատական փորձաքննության ազգային բյուրոն և կներկայացնի համապատասխան եզրակացությունը։